Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ծանր հանցանքի վերաբերյալ ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ օտարերկրյա մի քաղաքացի պարբերաբար գալիս է Հայաստան եւ կատարում բնակարանային գողություններ։ Տեղեկություններն իրացվեց Գեղարքունիքի եւ Լոռու մարզերի քրեական ոստիկանների հետ։ Հունիսի 9-ին առավոտյան ժամը 10-ի սահմաններում Սևան քաղաքի մի բնակարանից գողություն կատարելուց անմիջապես հետո 63-ամյա տղամարդը ձերբակալվեց եւ իր վարած Mercedes-ով հանդերձ տեղափոխվեց քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն։ Նրա մոտ հայտնաբերվեցին արծաթե եւ ոսկե զարդեր, կողպեկ բացելու հատուկ հարմարանք, տարբեր արժույթի թղթադրամներ։ Տղամարդը խոստովանեց, որ բնակարանային գողություններ է կատարել նաեւ անցած տարվա նոյեմբերի 15-ին եւ այս տարվա ապրիլի 4-ին Վանաձորում, հունիսի 2-ին Վաղաշապատում, մի քանի օր առաջ էլ կրկին Վանաձորում։ Կազմված փաստաթղթերն ու 63-ամյա տղամարդը ներկայացվել են Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։